թե բա ատելություն մի տարածեք թուրքերի նկատմամբ, Թուրքիայում հայեր են ապրում։ Ընկերներ, երևի շատերը չէ տեսել այդ տեսանյութը, երբ թուրք զբոսաշրջիկը Հայաստանում բլոգերը նկարում է հայ երիտասարդների, հայ երեխաների եւ երեխաներից մեկը իմանալով, որ դիմացը թուրք է, բավականին էմոցիոնալ արձագանք է տալիս, այսպես անում։ Հիմա աչքովս ընկավ մի չափազանց հարգելի տիկնոջ կարծիք, տեսանյութ, ասում է հայեր ինչի եք տենց ոգևորվել, դուք չգիտեք քանի թուրք է ապրում Հայաստանում, այդ մարդկանց կյանքը ինչու եք վտանգում, ուղղակի մի բան էլի, իսկ տիկինը կհիշեցնի 20-րդ դարի դարասկզբին քանի հայեր ապրում Օսմանյան կայսրությունում Թուրքիայում եւ ինչ եղավ այդ հայերի հետ, սա առաջինը, երկրորդը, իսկապես ոչ մի ազգի ներկայացուցիչների նկատմամբ ատելություն, թշնամանք չի կարելի տարածել։ Մենք օրինակի տարբերություն ադրբեջանցիների նույն, մենք դպրոցներից հակաադրբեջանական տրամադրություններ, հակաթուրքական տրամադրություններ դասագրքերի մակարդակով չենք տարածում, չենք սերմանում, ինչևէ, ուրեմն տեսեք, Թուրքիայում ապրում է տարբեր հաշվարկներով մինչև 100,000 հայ։ Իսկ օրինակ Բելարուսում ապրում է մինչև 30,000 հայ։ Ռուսաստանում տարբեր թվեր կան, եկեք հաշվենք 2 միլիոն հայ է ապրում։ Իսկ սույն տիկինը ինքը մտածել է հայերի մասին, որոնք ապրում են Բելարուսում եւ Ռուսաստանում իրավիճակում, երբ որ այստեղ հակառուսական, հակաբելարուսական տրամադրություններ են սերմանվում։ Ժողովուրդ, քավլիցի ոչ ոք կոչ չի անում ատելություն, թշնամանք տարածել թուրքերի կամ Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի գործողությունները, Ադրբեջանի գործողությունները իրենք արդեն բերում են նրան, որ քաղաքացիների մոտ համապատասխան վերաբերմունք է ձևավորվում իրենց նկատմամբ։ Ուղղակի էս երկերեսանեությունը Թուրքիայի նկատմամբ էս ռոմանտիզացիան, բա դուք գիտեք, հայեր են այնտեղ ապրում, մենք պիտի լավ լինենք եւ այլն, այնպես չէ, որ լավ կամ վատ լինելու հանգամանքը կապված է հայկական դիրքորոշման, հայերի դիրքորոշման հետ, հենա Արցախն էլ հանձնեցինք, Ադրբեջանը չի հանգստանում, վերադարձ արևմտյան Ադրբեջան փառատոն են իրականացնում, ուղղակի լավ ամոթ է, ասում եք բանը, Թուրքիայում հայեր են ապրում, օքեյ, իսկ Ռուսաստանում հայեր չեն ապրում, որ Ռուսաստանի նկատմամբ այս ատելությունը տարածում եք, դուք չեք մտածում այնտեղ ապրող մարդկանց մասին, Բելարուսում ապրող հայերի մասին չեք մտածում, այս ստրկամիտ մոտեցում չեմ ուզում ասեմ, բայց այս չափազանց ռոմանտիզացումը Թուրքիայի թուրքական գործոնի ինքը չի կարող լավ հանգրվանի մեզ բերել, սա ակնհայտ է։